Եվ այսպես Պուտինի կրկնակի հաղթանակը Ստամբուլում եւ Երևանում, չզարմանաք, սա Երևանին էլ կանադառնանք, հարգելի հեռուստադիտողներ, համաշխարհային մամուլի ուշադրությունը վերջին մի քանի օրերի ընթացքում եւ հատկապես այսօր կենտրոնացվել է Ստամբուլի վրա։ Բոլորը սպասում են նրան, թե ինչ կլինի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի շրջանակներում, ընդհանրապես կողմերը կհանդիպեն թե չէ, եթերից ընդամենը րոպեներ առաջ բավականին հետաքրքիր իրավիճակ ստեղծեց, երբ որ ռուսաստանյան առաջատար երկու լրատվական գործակալությունները ՏԱՍՍ եւ ՌԻԱ Նովոստին իրար հակասող տեղեկություններ տվեցին, մեկն ասաց, որ բանակցությունները տեղափոխվել են եւ արդեն ամսի 16-ին տեղի կունենան, մեկ այլ լրատվական գործակալություն ասաց, որ այդ բանակցությունները դեռ կարող են այսօր տեղի ունենալ։ Ինչևէ, եկեք մի հատ վերլուծենք, հասկանանք, տեսնենք այս վերջին մի քանի տարիների ընթացքում ինչ գործընթացներ են տեղի ունեցել ռուս-ուկրաինական պատերազմի թաթերաբեմում եւ բանակցային գործընթացը ինչ իրավիճակում է եղել։ Հարգելի հեռուստադիտողներ, պատերազմը Ուկրաինայում 2022 թվականի փետրվարին մեկնարկել է եւ մինչ այս պահը շարունակվում է։ Տարբեր գործընթացներ են տեղի ունեցել պատերազմական այս շրջանում, բայց եղել են նաեւ բանակցություններ։ Վերջին բանակցությունները ուղիղ անմիջական բանակցությունները Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև եղել են արդեն հեռավոր թվացող 2022 թվականի ապրիլին։ Ավելին, կողմերը Ստամբուլում համաձայնության են եկել փաստաթղթերի մի կարևոր եւ մեծ փաթեթի շուրջ, որոնք էլ պետք է հիմք հանդիսանային կոնֆլիկտի լուծման եւ երկարատև խաղաղության համար, բայց ուկրաինացիները հավատացին Բորիս Ջոնսոնին, ով այն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետն էր եւ որոշում կայացրեցին պատերազմել մինչեւ վերջ։ Ուղղակի ոչ ոք չէր ասում, թե այդ վերջը երբ է լինելու եւ ինչ տեսք է ունենալու։ Ուկրաինայի նախագահի հայտարարությունները միջև հավելվածին անցնելը լսեցիք, բայց արձանագրենք հետևյալը. ոչ միայն Վլադիմիր Զելենսկին, այլ նաև իր օգնականները, նախարարները, падգամավորները նույնաբովանդակ հայտարարություններ էին անում, որ իրենք Ռուսաստանի Դաշնության հետ պատրաստ են քննարկել ընդամենը մեկ հարց, դա Ռուսաստանի կապիտուլյացիան է։ Բոլորից բարձր այս ամենի մասին խոսում էր հենց ինքը Վլադիմիր Զելենսկին։ Միայն կապիտուլյացիա եւ Ուկրաինան պետք է վերադառնա 1991 թվականի սահմաններին, այլ հարցեր Ռուսաստանի Դաշնության հետ քննարկելու իմաստ ընդհանրապես չկա, բայց ինչ է տեղի ունեցել այս ամենի շրջանակներում, այս գործընթացների ժամանակ։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնությունը թեկուզ եւ դանդաղ, բայց նաեւ հիմա հենց այս պահին շփման գծի ողջ երկայնքով առաջ է շարժվում։ Ավելին, մենք տեսանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վարչակազմի փոփոխությունից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունները իրենք գրեթե նույնաբովանդակ են, դա օրինակ վերաբերվում է նույնիսկ այս Ստամբուլյան բանակցություններին, երբ որ եվրոպական մամուլը, երբ որ ուկրաինական մամուլը, նաև թուրքական մամուլը իմիջիալոց փորձում էին համոզել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը անպայման պետք է գա եւ մասնակցի բանակցություններին, բայց Դոնալդ Թրամփը ասաց, որ ես այնտեղ չեմ, ինչու Վլադիմիր Պուտինը այնտեղ պետք է լինի։ Այսինքն տեսեք, նույնիսկ հայտարարությունների մակարդակով Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի մոտեցումները փոխվել են։ Դա իր հերթին հանգեցրել է մի իրավիճակի, երբ որ ուկրաինացիները ստիպված են ընդունել իրողությունը եւ իրենք ստիպված են գնալ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին շատ ավելի լավ պայմաններով իրենք կարող էին ավարտել պատերազմը, ավարտել բանակցությունները, բայց հավատացին Մեծ Բրիտանիային, հավատացին Բայդենի վարչակազմին եւ հիմա ստացան մի իրավիճակ, երբ որ իրենց չափազանց անհրաժեշտ է գոնե 30 օրով դադարեցնել պատերազմական գործողությունները, որովհետեւ ուկրաինական բանակի գործերը իրապես լավ չեն եւ սա մեր գնահատականը չէ, կարդացեք եվրոպական, նույնիսկ եվրոպական ցանկացած մամուլ, որը քիչ թե շատ մասնագիտական գնահատականներ է տալիս, օրինակ Bild-ը, Welt-ը, եւ դուք կտեսնեք, թե ինչ է կատարվում ուկրաինական պատերազմի թաթերաբեմում։ Ավելին, հարգելի հեռուստադիտողներ, ուկրաինացիները ինչ էին ասում Ստամբուլյան բանակցություններից ընդառաջ։ Նույն Զելենսկին ասում էր, որ ես կգնամ բանակցությունների, նախ եթե Պուտինը եւս Ստամբուլում լինի, եւ որ ամենակարևորն է, եթե 30 օրվա զինադադար հայտարարվի։ Պուտինը Ստամբուլում չէ, 30-օրյա զինադադարը չի հայտարարվել, բայց կարծես թե Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջև բանակցությունները լինելու են, ավելին 30-օրյա զինադադարի անհրաժեշտության մասին, այդ ուլտիմատումի մասին, երբ որ Զելենսկին հայտարարում էր ու պաշտոնական Կիևը հայտարարում էր, այդ ուլտիմատումը նաև աջակիցներ ունեցավ։
Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը 1 վայրկյան դադարեցրեց հարձակողական գործողությունները, ոչ, բայց ուկրաինացիները եկել են Ստամբուլ։ Դրա համար ենք մենք ասում, որ Պուտինը փաստացի 1 օրվա ընթացքում 2 հաղթանակ է ունեցել Ստամբուլում եւ Երևանում։ Այ հիմա եկեք գանք Երևանյան իրողություններին, միգուցե զարմանալի է թվում, բայց այսպիսի ձևակերպում կարող ենք օգտագործել, նոր նորքի համար մարտերը շարունակվում են։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշում եք, չէ՞, ինչ եղավ ընդամենը մի քանի օր առաջ նոր նորքի թաղապետը Տիգրան Տեր Մարգարյանը ուղիղ եթերում տեսախցիկների առջև ծեծեց, ծեծի ենթարկեց քաղաքացիական ակտիվիստ, կոռուպցիայի դեմ պայքարող ակտիվիստ Արտուր Չախոյանին։ Թվում է, թե սա մի դեպք է, որի ետևում աշխարհաքաղաքական ենթատեքստ չես կարող տեսնել, բայց նոր նորքի թաղապետի կուսակից ընկերը Արամ Սարգսյանը, ինչպես նաև Փաշինյանական քարոզչությունը փորձեցին սրա ետևում տեսնել Ռուսաստանին, աշխարհաքաղաքական ենթատեքստ տեսան, նույնիսկ բանը հասավ նրան, որ հայտարարվեց, որ այս բոլոր գործընթացները նոր նորքի թաղապետի դեմ պլանավորվել են, մշակվել են Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը, լավը չէին ասում, որ դա գենշտաբում է ռուսական մշակվել։ Հիմա տեսեք, մամուլում այսօր մի քանի անգամ գրվեց այն մասին, որ նոր նորքի թաղապետը կարող է հրաժարական տալ, ավելին մեր Ալֆան նաև ներկայացրեց, թե ով կարող է նոր նորքի թաղապետին փոխարինել, բայց եթե դա տեղի ունենա, ապա ստացվելու է մի հետաքրքիր իրավիճակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը եւ Արամ Սարգսյանը իրենք մնալու են իրենց քարոզչության տակ, որովհետեւ իրենք ստեղծեցին մի իրավիճակ, որ իբր թե այս ամեն ինչում խառնված է Ռուսաստանի Դաշնությունը, աշխարհաքաղաքական կոնտեքստ կար, եւ հիմա փաստորեն աշխարհաքաղաքական կոնտեքստի շրջանակներում տեղի ունեցած միջադեպի արդյունքներով նոր նորքի վարչական շրջանի ղեկավարը կարող է հրաժարական տալ իր պաշտոնից։ Դրա համար ենք ասում փաստորեն Պուտինը նույնիսկ չներկայանալով բանակցություններին Ստամբուլում, նույնիսկ չներկայանալով նոր նորքի վարչական շրջան, այս 2 մարտում էլ հաղթեց։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեզ կարող է թվալ, որ սա չգիտեմ էպոտաժային ինչ-որ գնահատական է, բայց սրանք են հայաստանյան իրողությունները։ Իսկ այդ իրողությունները հետևյալն են. մարդիկ, եթե օրինակ իրենք կարողանում են լավ խոսք խանձել, դա դեռ չի նշանակում, որ իրենք լավ քաղաքականությամբ են զբաղվում։ Ավելին, քարոզչությունը առայն, որ նոր նորքի թաղապետարանում տեղի ունեցած է աշխարհաքաղաքական կոնտեքստ ունի եւ այն հանգամանքը, որ նոր նորքի թաղապետը կարող է այս գնահատականներից հետո հրաժարական տալ, խոսում է մի պարզ ճշմարտության մասին։ Հայաստանի քաղաքական դաշտում բազմաթիվ են քաղաքական գործիչները, որոնք կարողանում են մտածել ընդամենը մեկ քայլանի շախմատային կոմբինացիաներով, չհասկանալով իրենց խոսքերի եւ քայլերի ոչ միայն արժեքը, այլ նաեւ հետևանքները։ Մտածեք այդ մասին։